Հարգելի բարեկամ, Պողոս առաքյալը Եբրայեցիների 11-րդ գլխում ասում է. Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն։ Այսօր կխոսենք հավատի մասին, ինչ է իրանից ներկայացնում հավատքը, ինչ է մեռած և կենդանի հավատքը, և այսօր տեսնենք ինչ է ասելու մեզ Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ։ Հավատը ըստ առաքելական խոսքի հուսացված բաների հաստատումն է և ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում, Եբրայեցիների 11-րդ գլուխ։ Այսինքն, հավատը մեր մեջ հաստատում է հավիտենական կյանքի հուսացված բարիքները, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, և Աստծուն, ով պարգևում է այդ բարիքները։ Եվ այն, ինչ չենք տեսնում մարմնավոր աչքերով, դրանում համոզվում ենք հավատով։ Հավատը մեզ համար տեսանելի է դարձնում անտեսանելին։ Եվ ինչպես Արեգակից բխող լույսի շնորհիվ տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը, այնպես էլ Աստծուց բխող հավատի լույսի շնորհիվ կարող ենք տեսնել հավիտենական կյանքը, արդարների փառքը, մեղավորների տանջանքները և Իրեն, Հիսուս Քրիստոսին, մեր Աստծուն, որ նստած է Հոր աջ կողմում։ Այն հարցին, թե որ տեսողությունն է ավելի մեծ՝ հավատի, բանականության, թե մարմնավոր աչքերի տեսողությունը, Սուրբ Գրիգոր Տաթևացին պատասխանում է, որ հավատի տեսողությունը ավելի մեծ է, քան բանականության ու աչքերինը, քանի որ աչքերով տեսնում ենք միայն մեզ շրջապատող աշխարհը, բանականությամբ կարող ենք տեսնել նաև հրեշտակներին, բայց ոչ Աստծուն։ Իսկ ինչու բանականությունը չի կարող տեսնել Աստծուն։ Որտև բանականությունը արարած է, ստեղծված է, իսկ Աստված աննեղ է, և արարածը չի կարող տեսնել անեղին, պատասխանում է Տաթևացին և շարունակում. Բանականությունը չափ ունի, իսկ Աստված անչափ է, և չափավորը չի կարող ըմբռնել ու տեսնել անչափելիին, ինչը ակնհայտ է փիլիսոփաների պարագայում, ովքեր ունենալով բանականության գիտելիքներ, միայն իմացան, որ Աստված կա, բայց այդպես էլ չճանաչեցին Աստծուն։ Եվ դրա համար Աստված մեզ հավատ տվեց, որպեսզի հավատով տեսնենք Աստծուն, որը մենք ստանում ենք Աստծուց, երբ մկրտում ենք հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Այնուհետև Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ բանականության գիտելիքը չի կարող արդարացնել մարդուն, այսինքն գիտելիք, խելք ունենալը մարդուն չի արդարացնում, բայց հավատն է, որ արդարացնում է։ Աբրահամը հավատաց Աստծուն և դա նրան արդարություն համարվեց, ասում է Պողոսը Հռոմեացիների 4 գլխում։ Ինչպես Պողոս առաքյալը, այնպես էլ Սուրբ Գրիգոր Տաթևացին նույնպես ցույց են տալիս մեզ սուրբ հավատի օգուտները։ Հավատը բոլոր բարիքների գլուխն է, մարդուց հեռացնում է ամենայն տեսակ չարիք, Աստծուն դարձնում է սիրելի և մերձավոր, իսկ հրեշտակներին բարեկամ։ Հավատը երկինք է համբարձում, ինչպես Ենոքին և Եղիային։ Հավատը փրկում է ջրհեղեղից, ինչպես Նոյին և նրա տունը։ Հավատը պատերազմում է աշխարհի դեմ և ստանում է այն, ինչ որ խնդրում ես։ Հավատը չի ընդունում ժամանակավոր բարիքները և փրկում է մարդուն մեղքերից ու տանջանքներից։ Հավատը մարդուն երանելի է դարձնում, ինչպես նաև հարություն է տալիս։ Հավատը փրկում է սրից, հրից և առյուծներից, ինչպես Դանիելին և 3 մանուկներին։ Եվ շատ ուրիշ անթիվ բաներ, որ եղան հավատից, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, առաքյալն է թվարկում Եբրայեցիներին ուղղված թղթում։ Իմանալով, թե ինչ է հավատը, դրա մեծությունն ու օգուտը, հավատացյալի մոտ կարող է հարց առաջանալ. բայց չէ՞ որ դևերն էլ են հավատում։ Սրան Սուրբ Տաթևացին պատասխանում է. այն հավատը, որ ունեն դևերը, կատարյալ չէ, և
Աստծու շնորհից չէ, այլ նրանց սուր հնարամտությունից եւ Քրիստոսի ու առաքյալների հրաշքների տեսողությունից, քանի որ նրանք հարկադրված պետք է աղաղակեին. «Ինչ կա մեր եւ քո միջև, Հիսուս, որդի Աստծո, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելու»։ Ինչպես նաև Սուրբ Հակոբոս Տիառն եղբայրն է ասում. «Դևերն էլ հավատում են եւ սարսափում»։ Այդպիսի հավատը, եզրակացնում է Սուրբ Տաթևացին, կատարյալ չէ եւ վարձահատույց չէ, սակայն նա սրանով չի սահմանափակվում։ Կա նաև մեռյալ հավատ եւ կենդանի հավատ։ Մեռյալ հավատ ունեն միայն անվանական քրիստոնյաները, ասում է Տաթևացին, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն նրա զորությունից ուրացած են։ Բայց այն հավատը, շարունակում է Տաթևացին, ավելի ճշմարիտ է, քան դիվականը, քանի որ մկրտության ժամանակ իջնում է Աստծու շնորհից։ Եվ քանի որ այս հավատը, չունենալով սեր եւ բարի գործեր, մեռյալ դարձավ, ապա այն նույնպես ինչպես դիվականը վարձատրելի չէ։ Բայց այնպիսին չէ կենդանի հավատը։ Այն կատարյալ է ու վարձահատույց, եւ սրբերի ու ընտրյալների հավատն է, ասում է Տաթևացին։ Այս հավատով արդարացան նահապետները, խոսեցին մարգարեները եւ քարոզեցին առաքյալները։ Այս հավատի համար, ասում է Սուրբ Տաթևացին, խոստովանողները չարչարվեցին, մարտիրոսական մահով ընկան նահատակները, ինչպես նաև բոլոր ընտրյալները, առաջինները, միջինները եւ վերջինները այս հավատով մեռան եւ պսակների արժանացան։ Ահա բացականչում է Սուրբ Տաթևացին կատարյալ եւ վարձատրելի հավատը, եւ ինչպես առաքյալն է ասում. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը, եւ հիմա ինձ սպասում է արդարության պսակը, որը որպես հատուցում ինձ պիտի տա Տեր արդար դատավորը այն օրը, եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնվելը»։ Պողոսի խոսքերը 2 Տիմոթեոս 4:8։ Այսպիսով, հարգելիներ, կենդանի հավատ ունենալու համար անհրաժեշտ է հավատին լծել նաև գործերը, որոնք կյանք են տալիս այդ հավատին, քանզի ինչպես ասում է Սուրբ Հակոբոս Տիառն եղբայրը, հավատն առանց գործերի մեռած է։ Հավատով մենք մաքրվում ենք մեղքերից, իսկ գործերով պահպանում ենք մեզ այդ մեղքերից։ Հավատով մենք ստանում ենք որդեգրության պարգևը, իսկ գործերով ժառանգում հավիտենական կյանքի փառքը։ Եվ ինչպես արծիվն է թռչում երկու թևերի շնորհիվ, ասում է Տաթևացին, այնպես էլ մարդը հավատի ու գործերի շնորհիվ թռչում է դեպի երկնքի արքայություն։ Հավատը արմատն է, իսկ գործերը պտուղները։ Հավատը արքայության բանալին է, շարունակում է Տաթևացին, իսկ գործերը բանալի շարժումն է, որով բացում է եւ ներս ես մտնում։ Այնուհետև Սուրբ Տաթևացի համար հավատը նման է հիմքի, իսկ գործերը այդ հիմքի վրա կառուցված շինության, որոնք Սուրբ Պողոս առաքյալի մոտ ոսկին է, արծաթը եւ այլն, ինչի մասին նա ասում է. «Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով» Առաջի Կորինթացիներ 3 գլուխ։ Սակայն բարի գործերը չարերից զանազանելու համար Գրիգոր Տաթևացին դրանք բաժանում է առաքինությունների եւ մեղքերի։ Առաքինությունների շարքին նա դասում է ոսկին, որը արդարությունն է ու ճշմարտությունը։ Արծաթը դա մտքերի մաքրությունն ու սրտի սրբությունը։ Թանկագին քարերը բազում առաքինությունների գոհարներն են, որոնք են սերը, խոնարհությունը, ողորմությունը, պահքը, աղոթքը եւ շատ ուրիշ բաներ։ Գրիգոր Տաթևացին, երբ խոսում էր հավատի գործերի մասին, որոնցով արդարներն ու բոլոր սրբերը կենդանացնում էին իրենց հավատը եւ ժառանգում հավիտենական կյանքի փառքը, ի նկատի ուներ հենց այս բարի գործերը։
արդարություն, ողորմություն, պահ, կաղոտ, սեր եւ այլն, ինչպես ասեցի։ Իսկ ահա անզեղչ մեղավորների համար որպես շինություն ծառայում են մեղքերը, որոնք են փայտը, խոտը եւ եղեգը։ Փայտը ծանր մեղքերն են, ինչպիսին են սպանությունը, պոռնկությունը, գողությունը։ Խոտը մեղավոր խորհուրդներն են, որոնց օթևանը մարդու սիրտն է։ Եղեգը լեզվի մեղքերն են, որոնք են անեծքը, հայհոյանքը, չարախոսությունը, սլտ վկայությունը, հերձվախոսությունը։ Ահա այս գործերը, այսինքն բարի գործերի բացակայությունը հավատը դարձնում է մեռյալ եւ անվարձահատույց, այսինքն մեռցնում է այդ հավատքը։ Եվ հենց այսպիսի հավատ ունեն միայն անվանական քրիստոնյաները, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեն, ինչպես ասեցի, աստվածապաշտության կերպարանք, սակայն նրա զորությունից զրկված են։ Այսպիսով, ցույց տալով, թե ինչով է տարբերվում կենդանի հավատը մեռած հավատքից, Սուրբ Տաթևացին իրեն հատուկ ոճով դիմում է հավատացյալին։ Եվ դրա համար աղաչում եմ ձեզ. Չնմանվեք այն չար ու ծուլ ծառային, որ վերցնելով մեկ քանքարը հավելում չարեց, ինչի պատճառով էլ արտաքսվեց արտաքին խավար։ Քանզի քանքարը, շարունակում է Տաթևացին, դա հավատքն է, իսկ շահը դա բարի գործերը։ Այսպիսով, ինչին հավատալ։ Հավատալ է պետք այն խոսքերին, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների եւ առաքյալների բերանով։ Հավատալ այն գրավոր ժառանգությանը, որ մեզ համար թողեցին եկեղեցու սուրբ վարդապետները։ Հավատալ, այլ ոչ թե առասպել եւ սուտ համարել։ Հավատալ է պետք այնպես, ինչպես քո սեփական աչքերով ես տեսնում անցյալը, այն ինչ լինելու է եւ այն ինչ որ կա հիմա։ Հավատալ է պետք Սուրբ Երրորդությանը, մեր Տեր Աստծո տնօրինությանը, փրկչագործությանը, Սուրբ Եկեղեցուն եւ մեղքերի թողությանը, ինչպես նաեւ գործերի հատուցմանը, այսինքն արդարներին հավիտենական կյանք, իսկ մեղավորներին հավիտենական տանջանք։ Իսկ ամենակարևորը, հարգելի բարեկամներ, հավատալ այն ամենին, ինչին հավատում է եւ դավանում է Հայաստանի Սուրբ Առաքելական եկեղեցին։ Հիմա ես կընթերցեմ մեր դավանանքը, որը ժամագրքի մեջ է, որի խմբագրած տարբերակ, այսինքն հենց խմբագրել եւ պատրաստել է Սուրբ Գրիգոր Տաթևացին, եւ մենք ամեն առավոտ, եւ սրա մեջ կարևոր խորհուրդ կա, մենք ամեն առավոտ հրաժարեմքից հետո կարդում ենք այդ դավանանքը։ Ոչ թե աղոթքով ենք սկսում, այլ սկսում ենք մեր խոստովանությունը, մեր դավանանքը, մեր ուղղափառ դավանանքն ենք սկսում, այսինքն դա հիմքն է մեր մնացյալ առաքինի կյանքը, որը պետք է մեզ առաջնորդի օրվա ընթացքում։ Այսինքն եթե այդ հիմքը չկա, այդ առաքինի կյանքն էլ չի կարող լինել։ Ուրեմն, հարգելիներ, դուք կարող եք ձեր հեռախոսի մեջ բեռնել մի ծրագիր կա, Daily Worship, մեջը այդ դավանանքը կա եւ նորից եմ ասում, խնդրում եմ ցանկալի է ամեն առավոտ հրաժարիմքից հետո սա կարդալ, հետո ձեր աղոթքները հայրմերով եւ Տեր, եթե շրթունս իմ բանաս, բերան իմ երկեսցես զորտնությունս կո։ Խոստովանինք եւ հավատանք ամենակատար սրտիվ ըս Հայրն Աստված անեղ անձին եւ անսկիզբն, այլև ծնող որդվո եւ բխող հոգվին սրբով։ Հավատամ կզբանն Աստված անեղ ծնյալ եւ սկսյալ ի հոր նախքանս Հավիտյանս, ոչ հետո է ոչ կրծեր, այլ որքան Հայրն Հայր ըննմին եւ որդին որդի։ Հավատամ կը Սուրբ Հոգին Աստված, անեղ, անժամանակ, ոչ ծնյալ, այլ բխյալ ի հոր էակից հոր եւ փառակից որդվո։ Հավատամ զերորդությունն Սուրբ, մի բնություն, մի Աստվածություն, ոչ երեք Աստված, կալ մի Աստված, մի կանգ, մի թագավորություն, մի իշխանություն, արարիչ երևելած եւ աներևութից։ Հավատամ եկեղեցի Սուրբ, ըստ հողություն մեղած հաղորդությամբ սրբոց։ Հավատամ կզմինն հերից անձանց, ըստ բանն Աստված
Ծնյալ իհորեն աղքանս Հավիտյանս, ի ժամանակի իջալ հաստվածածին կույսն Մարիամ, արյալ հարենե նորա միավորած ընդիրում աստվածությանն, ին ամսյա ժուշկալյալ հարգանդի անարատ կուսին և եղև աստվածն կատարյալ մարդ կատարյալ, հոգվով և մտոք և մարնով, մի անձն, մի դեմ և միավորյալ մի բնություն։ Աստվածն մարդացյալ, առանց փոփոխման և առանց այլայլության, անսերմ հղություն և անապական ծնունդ, որպես ոչ սկիզբն աստվածության նորա և ոչ վախճան մարդկության նորա, զի Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան։ Հավատամ կստերն մեր Հիսուս Քրիստոս շրջալի վերա երկրի, հետ 30 ամաց եկյալ իմը կրտություն, հայր ի վերուստ վկայել, դա է որդի իմ սիրելի, և հոգին սուրբ աղավնակերպ իջալի վերա նորա, փորձյալ ի սատանայև հաղթյալ նմա, քարոզյալ մարդկանս փրկություն, աշխատյալ մարմնով, վաստակյալ, քաղցյալ և ծառավյալ, հետո եկյալ կամավի չարչարանս, խաչյալ և մեռյալ մարմնովն, և կենթանի աստվածությանբն, մարմինն յեդյալ ի գերեզմանի միավորյալ աստվածությանբն, և հոգվովն իջալ ի դժողս անբաժանելի աստվածությանբն, քարոզյալ հոգվոցն, ավերյալս դժողս և ազատյալս հոգիս, հետ երից ավուրց, հարուցյալ ի մեռելոց և երևյալ աշակերտածն, հավատամ կստերն մեր Հիսուս Քրիստոս, նովին մարմնովն, համբարձյալ հերկինս և նստյալ ընդաչմե հոր, ալև գալոց է նովին մարմնովն և փառոքոր, դատելս կենթանիս և զմեռյալս, որև հարություն ամենայն մարդկան, հավատամ կվս հատուցումն գործոց, արդարոցն կյանք հավիտենական և մեղավորացն տանջանք հավիտենական։ Այս է մեր դավանանքը, շատ կարևոր է, նորից եմ ասում, որպեսզի ձեր տունը հավատքի կառուցվի, պետք է ճիշտ, մաքուր, ուղղափառ հիմք ունենա, այսինքն հավատք ունենա։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։